Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի պատճառով 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։ Փաստաբաններն ու մայրը ահազանգում էին, որ տղայի առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի է։ Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունը վատացավ Արմավիր քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու ժամանակ։ Ապրիլի 3-ից նա գտնվում է Նայիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Ուշագրավ է նաև այն փաստը, որ Դավիթ Մինասյանը զրկված է կրթություն ստանալու սահմանադրական իրավունքից։ 24 News-ը կփորձի քաղաքացիներից հասկանալ, թե ինչ կարծիք ունեն տեղի ունեցածի վերաբերյալ։ Մի քիչ անարդար են վարվում, վերջապես երեխա է, տարեվերջա գալիս, քննական շրջանա, միգուցե կարելի էր մի փոքր զիջել, էլի։ Ամեն դեպքում 10 տարեկան միգուցե շարժումները այնպես արել, որ թվացել է ուզեցել է հարվածի Փաշինյանին։ Միգուցե, չգիտեմ, ինչ ասեմ, թող ներողամիտ լինի մեր վարչապետը, միգուցե ինքը հրահանգի, որ կարողանան երեխային կալանքից ազատ, թող տնային կալանք կրի։ Չի կարելի է, չէ, ցանկություն է պետք ուղղակի։ Այդքան է։ Այ իհարկե լսել ենք, բայց ինչ ասենք։ Վերակենդանացման բաժանմունքում է։ Հա շատ վատ, բան չնեմ ասել։ Ահա որ է, բայց ինչ ասենք։ Չեմ կարող էլ մեկնաբանել, որտեղ դա իրանց ինչ ասեմ։ Չեմ ուզում ավելի նոր բաներ ասեմ։ Ինչ ասեմ, պարզապես ցավալի է, որ այդ երեխան իրան թույլատվել այդպիսի բան։ Թանրապես չարժի, բայց նաև մի բան ասեմ, եթե վարչապետը որևէ տեղ է գնում եւ եթե նույնիսկ կարողակարգային չէ, իր թիկնապահները պետք է կարողանան ապահովել իր անվտանգությունը։ Ես չեմ կարծում, որ այդ տղան հանկարծ հավատացյալ լինելով հանդերձ մտածել է անպայման հարվածի իրեն։ Եկեղեցում, երբ դու կանգնած ես եւ աղոթք ես անում, եւ հանկարծ հրմշտոց է լինում, շատ վատ բան է դա։ Երբ դու կենտրոնացած ես այդ աղոթքի վրա, այդ պատարակի ընթացքի վրա, դա շատ վատ բան է։ Դրա համար ես ընդհանրապես այդ մեծ տոների ժամանակ աշխատում եմ չլինեմ եկեղեցու մեջ։ Բոլոր դեպքերում ես հասկանում եմ այդ երեխուն եւ կարելի էր ոչ թե 2 ամսով իրեն կալանավորել, առնվազն ասենք մի 3 օր կամ 7 օր, էլի, որպեսզի մյուսների համար դաս լինի։ Հիմա փաստացին վերակենդանացման բաժանմունքում է նաև զրկված է կրթություն ստանալու իրավունք։ Հա, ես հասկանում եմ, որ զրկված է կամ լսել եմ նաև բժշկական օգնություն է ստանում։ Ասում եմ, ցավալի է, ինչ ասեմ, երեխեք ջան, իսկապես ցավում եմ այդ երեխու համար, ասում են, դա հնարավոր է, որ այդ պահին դիվահարվել է նաև, շատ հնարավոր է, պետքա իրան նախ իմ կարծիքով հոգեբանական աջակցություն է պետք տալ եւ միաժամանակ աղոթք հնարեկացու հրաշալի աղոթքներ ունի ինքը դիվահարվածի համար։ Դե չի կարելի 18 տարեկան այդքան կայացած չի, ուղղակի ես այդքան շատ խորը չեմ կարդացել, բայց ամենայն դեպս Հայաստանի կարելի ասել դպրոցական անչափահաս երեխա է։ Պետք է մի քիչ ըմբռնումով մոտենալ։ Ամսի 3-ից գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, զրկված է կրթություն։ Հա, ես դա ճիշտն ասած կարդացել եմ, բայց հաստատ չգիտեմ։ Դա համար համապատասխան մարմիններ պետք է զբաղվեն, մենք ինչ պետք է ասենք։ Մենք ուզում ենք, որ ունենանք առողջ երիտասարդություն, լավ երկիր, խաղաղ, հանգիստ, որը պետք է ճիշտ ուղու վրա դրվի, ճիշտ ձևով դա այդ հարցերը որոշվի։ Ինչ ասեմ։ Դել երիտասարդ է, հիմա պետք է մեծահոգապար վերաբերվեն իր հետ։ Երիտասարդ է տակարյուն։ Հիմա մի բան էլ ասել օրինակի համար։ Պետք է ներեն էլ։ Մի քիչ ավելի մեծահոգի պետք է գտնվի, դա բարձրաստիճան պաշտոնյան, ոչ թե վարչապետ, նախարար, չեմ իմանում, նախագահ, ինչ որ է։ Դրանք շատ փոքր բաներ են, ողմոթա։ Վերակենդանացման բաժանմունքում է եւ զրկված է կրթության։ Այդ շատ, այո, մեղք է, իսկապես, մեղք է։ Իհարկե, այն էլ սխալվել է, չեմ ասում ճիշտ գործ արել։ Հիմա իհարկե այնքան որ ես չտեսա, որ հարված էր, բայց հիմա
իսկապես հարվածել է, թե ոչ, եթե հարվածել է, դա էլ սխալ գործ արել։ Բայց էլի դրանով հանդերձ ես ասում եմ, պիտի ներվի, մանավանդ որ այդ օրը շատ եկեղեցին լիքներ բան, այդ մարդը ուզում էր աղոթել։ Իմ կարծիքով պիտի ներեն, այո, ճիշտ այն էլ սխալ արել, բայց ավելի ճիշտ է ներեն։ Լսել եմ եւ տեղին է որ կալանավորել եմ, որովհետեւ նա ձեռք չի բարձրացրել Փաշինյանի վրա, նա ձեռք է բարձրացրել Հայաստանի Հանրապետության վրա։ Այնքան շատ բաներ կան ասելու, որ չգիտեմ ինչից սկսեմ, շատ բացասական, շատ սխալ։ Որ Կալանավորումը թե կալանավորում է իհարկե, հա, բռնությամբ չգիտեմ, էսի երևին կներեք։ շատերը ասում են, որ վախի մթնոլորտի համար է այդպես արվել։ Այսինքն ում կողմից։ Որպեսզի մարդիկ Ճիշտ, վախենան։ բա ինչ է, հա, իհարկե, հա, արդեն բարձ երևում է այդ այնքան հասարակ ձեռագիրավոր ամենա եղավ սկսել։ Ցավում եմ։ Կուզեի որ երեխուն ազատեն, որովհետև այդ են երեխեն չի, այնքան ինձ մարդ կա, որ կարելի է բռնել, չեն բռնում այդ երեխուն մի անմեղ տեղը բռնում են ու ինչքան էլ հիվանդություն ունի մեր ասումը։ Ամսի 3-ից վերակենդանացման բաժանում։ Գիտեմ, բալա ցավում եմ, սրտանց ցավում եմ, ուրիշ բան չունեմ ասել աղջիկս։ Ահա լսել ենք։ Ահա որա։